ցանկացած լեզու դա տարբեր լեզուների միքս է։ Ինչ ենք ասում հնդի եվրոպական, չէ՞, որովհետև կա եւ հնդկական եւ եվրոպական մաս է լեզվի մեջ, մեր հայոց լեզվի մեջ։ Ու տենց ցանկացած լեզու ինքը ինչ որ լեզվախումբ է, այսինքն տարբեր լեզուների միքս է, խառնված։ Տշնամական երկրի լեզուն է մտել ինչ որ մեջը, որովհետև անդադ եկել է։ Հա, թուրքական բառեր կա, պարսկական բառեր կա, անգլերական լեզուների մեջ, լատինական բառեր կա, աշխատանքային լեզուների մեջ, ասենք, բան առևտուր են կարել ինչ որ մի երկրի հետ անդադ, նամանավանդ մեր երկիրը շատ հարուստ է այդ լեզուն, ինչի է հարստացել այդքան, որովհետև եղել ենք Մետաքսյա ճանապարհի Խաչմիրուկում, որտեղ բոլոր ազգերը հավաքվել են, հետևաբար լեզուն գնալով հարստացել է։ Բայց ինչն է շատ հետաքրքիր է ամեն ինչի մեջ, որ այսօր հիմնական ինչից որ կազմված է հայոց լեզուն եւ ինչից որ ձևավորվել է հայոց լեզուն, բոլոր այդ լեզուները մեռած են։ Բոլորը։ Գրեթե բոլորը մեռած լեզուներից է կազմված ինքը։ Ну տարբեր գիտնականների գնահատմամբ մոտավորապես 72% սանսկրիտ է մեր լեզվի մեջ։ Շումեր ակադական լեզու է մոտավորապես 12%։ Դե հին լեզու է, պետք է օրորներ էլի ինչ որ բոլորը արամերեն, շումերեն, ասորերեն կա, այդ սա մեռած լեզուն են, հին եգիպտերեն կա։ Ու հիմա այսօր օրինակ շումերենից թարգմանություններ անելու համար օգտագործում են հայոց լեզուն, որպես թարգմանիչ, որպես translator, որովհետև այդ արմատները մեր մոտ պահպանված են եւ իրենց նշանակությունները հայտնի են։